Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչպես եք գնահատում ձեր շանսերը, տեղյակ եմ, որ ինչ-որ հարցում է հրապարակվել, բայց նաև այլ հարցում են հրապարակել իշխանությունները, որտեղ իրենք բացահայտ այսպես առաջատար են թեկուզ 24%-ով։ Տեսեք, հանրության տրամադրությունները ստուգելու համար սոցիոլոգիան է այդ գիտությունը, որը որ ինչպես ասացիք, տարբեր մեթոդներով կիրառելով, երբեմն նաև արդյունքները մանիպուլացնելով կարող են տարբեր արդյունքներ ներկայացնել։ Մեկ այլ ճանապարհ է նախընտրական փուլում նաև մեր հայրենակիցների հետ հանդիպումները եւ շփումները։ Մեր ներկայացրած հարցումները եւ շատ այլ հարցումներ փաստում են նույն այն հանգամանքը, որը որ մենք տեսնում ենք մարզերում եւ Երևանում շրջելով մեր հայրենակիցների հետ հանդիպելով։ Եվ այն է բացարձակ մեծ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ եւ այդ վստահությունը մենք ստանում ենք մեր հայրենակիցների հետ շփվելով, իրենցից տեսնում ենք ցանկությունը փոփոխությունների եւ տեսնում ենք մեծ ցանկություն, որպեսզի հաջորդ վարչապետը լինի Սամվել Կարապետյանը։ Շատ շարունակում են ձեր ուժի հետևում փնտրել այսպես Ռուսաստանի ականջները, թեև անուղղակի հայտարարությունների տեսքով։ Տեսեք, օրվա իշխանությունները ամենատարբեր սերերով եւ կերտիկներով փորձել են եւ հիմա էլ փորձում են Սամվել Կարապետյանին ասոցացնել այլ ուժերի հետ։ Սակայն մի բան ակնհայտ է։ Սամվել Կարապետյանը հենց ինքն է ուժեղ անհատ եւ այլ ուժերի աջակցության անհրաժեշտություն չկա, բացի մեր հայրենակիցներից, բացի հայ ժողովրդից, որևէ մեկի աջակցությունը Սամվել Կարապետյանը չի ակնկալում եւ դրա կարիքը չունի։ Վստահ եք, որ այո, նույնիսկ այդ կոնսենսուսի դեպքում, որ կա իշխանությունների շուրջը դրսից, ձեր հաղթանակը հնարավոր է։ Ես այդ կոնսենսուսը միանշանակ չէի ասի, որ կա, որովհետեւ ամեն դեպքում Ռուսաստանը լոյալ է, աջակցող հայտարարություններ կան Եվրոպայից, տարածաշրջանից։ Իշխող քաղաքական ուժն է եւ առաջնորդը որևէ անդոնից հայտարարություն ունենալուց հետո ծափողջունները դեռևս չեն նշանակում, որ նա ունի աջակցություն։ Երբեմն հնարավոր է քաղաքավարությունից ելնելով նաև ջերմ ընդունելություն, ջերմ խոսքեր, բայց Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պետք է ձևավորի միայն հայ ժողովրդի աջակցությամբ եւ կողմնակի միջամտությունները կամ արտաքին ուժերի կողմից արվող հայտարարությունները մանիպուլատիվ ձևով հանրությանը ներկայացնելը մեզ համար անընդունելի է։